Վերջը ասածը տարեցիր էլի, հիվանդանոց էլ բերեցիր։ Դժգոհ ես։ Չէ, դրա համար չեմ ասում։ Երեք բախտս բերեց, որ մեր տան կողքով էիր անցնում։ Հա որ։ Ես մի տեսակ պատահականություններին չեմ հավատում։ Իսկ ես հավատում եմ, մեծ նշանակություն եմ տալիս կյանքի նշաններին։ Դե հա, դու սիրում ես, չէ՞, տենց սիրուն բաներ։ Ճակատագրի թել, կյանքի նշաններ, ինչ-որ ռոմանտիկ բաներ։ Քո այդ հանդիպումները ինձ փրկում են, բառիս ամենաբուն իմաստով։ Մի վայրկյան սպասեք, չեմ վերջացրել, մի հատ լսեք ինչ եմ ասում։ Հա, ասել եմ այն ինչ մտածում եմ, ասել եմ այն ինչ զգում եմ, բայց սխալ ոչ մի բան չեմ ասել։ Ես էլ ոնց որ ձեզանից յուրաքանչյուրը բարի մեջ դրել եմ իմ բոլոր երազանքներն ու ցանկությունները։ Ու ես ուզում եմ շարունակել պարապել։ Ես անկեղծ շատ եմ ուզում, որ մեր թիմը հաղթի, հենց դրա համար էլ անցած անգամ ուղղակի ներվերս տեղի տվեցին։ Եկեք ես ձեզի մեքենայով տանեմ, ավելի ապահով կլինի։ Չէ, շնորհակալ եմ, իրոք անհանգստանալու կարիք չկա, տաքսին արդեն այստեղ է։ Տիկին Ասիա, խնդրում եմ գոնե դուք ձեր աղջկան ասեք, ինչ չի լսում, ինքնուց ձեզ լսի։ Տղա ջան, Մերին արդեն ասեց, մեքենան տեղում է, անհանգստանալու ոչինչ չկա։ Ճիշտ է, ես քեզ չեմ ճանաչում, Մերին ինձ ոչինչ չի ասել, բայց շնորհակալ եմ, որ անհանգստանում է։ Արի Անուշ ջան։ Արի նստի, լավ ես արել, որ եկել ես, շատ լավ ես արել։ Նստի։ Ասի տեսնեմ հարևանուհիս ոնց է, մարդ ենք վերջապես։ Լավ ես արել Անուշ ջան, շատ լավ ես արել։ Հիմա սուրճ կպատրաստեմ, կբերեմ, կնստենք ու հանգիստ կզրուցենք, խոսենք։ Չէ, հանգիստ նստի Ասիա ջան, ոչ մի բան պետք չի։ Դե օսենց դատարկ սեղանի շուրջ չենք նստի Անուշ ջան։ Չէ, բան պետք չի հաստատ Ասիա ջան, նստի։ Նստի մի քիչ զրուցենք, տեսնեմ ոնց ես, ինչ ես, նոր ես դուրս եկել հիվանդանոցից։ Ինչ էին ասում բժիշկները։ Դե բժիշկներն ասեցին, պետք է ինձ հետևեմ, մաքուր օդին շատ լինեմ, ամեն բան սրտիս մոտիկ չընդունեմ։ Բայց դու կարաս։ Դե պետքա փորձեմ Անուշ ջան։ Մերից չեմ կարա մենակ թողեմ։ Հայրը մենակ թողեց, իսկ ես այդ իրավունքը չունեմ։ Հա, ճիշտ է, երեխային տարիքն է, որ պետքա ուշադիր լինես։ Ես իմ աղջկա վրա վստահ եմ, դա չի խնդիրը։ Ուղղակի այս կյանքում ինձնից բացի ոչ ոք չկա իմ Մերիի կողքին։ Իսկ ամուսնանալու մասին էլ Դե էլ մի Ասիա, ծնող իր տեղը ունի, կյանքի ընկերն էլ իր տեղը ունի։ Հա, բան չասեցի, ուղղակի դեռ ամուսնության համար շատ շուտ է։ Ինչի է շուտ, մեծ աղջիկ է, չես ուզում պատմես, մի պատմի, բայց ես տեսել եմ այդ տղային, լավ էլ տղա էր երևում։ Ինչ տղա, չհասկացա։ Մերիի ընկերը, առավոտ տեսա, որ հետևից էին գալիս, միասին տանից դուրս եկան։ Բայց այդտեղ ինչ վատ բան կա, որ թաքցնում ես, մեկը մի օր լինելու էր։ Չէ, ուղղակի Լսի, կարողա չգիտեիր, ինչ վատ բան ստացվեց, ես էլ մտածում էի Մերին լավ ամենակ չի լինի, հետը մարդ կա տանը։ Սենց մի տեսակ անհարմար է, Անուշ ջան, վերջը հյուր ես, գնամ սուրճ դնեմ գամ, հետո կխոսենք, հա։ Ավելի լավ է ինձանից իմանաս աղջկա տարկածների մասին, խեղճ Ասիա։ Երեխեք ջան, բոլորիդ ուշադրությունը կխնդրեմ այս կողմ, քանի որ սենց լավ բան եք մտածել, միշտ հետևում եք մեզ, արձագանքում եք մեր չելենջներին, հիմա ես ուզում եմ ձեզ համար մի հատ լավ բացառիկ բան անել, իդեպ Վիլեն Հովը ձեր համար էլ է բացառիկ։ Ապա, մտնեմ ու գետեր։ Այդ մեկը չէ Հով ջան, որովհետև ուզում եմ մեր հիմնական բեմադրությունից մի փոքր հատված ցույց տալ։ Պատրաստ եք, չէ՞ երեխեք։ Դե ուրեմն եկեք սկսենք, Վիլեն, կարաս 5-ը հաշվես ու միացնես երաժշտությունը։ Շարվեք։
Վերջնական արդյունքը ավելի լավ է լինելու։ Շատ շնորհակալություն ձեզ հյուրեր ջան, որ եկաք, որ միշտ մեր կողքին եք ու հուսով եմ մինչև վերջ մնալու եք, ապրեք շատ։ Ապրեք բոլորը։ Ասեք նոր ջելեջների։ Ապեր, եթե իմ կարծիքը լսեք, շատ լավ է։ Շատ լավ է մի խոսքով։ Պատրաստ ենք, հա, ոնց որ Ուզած Վիլ ջան, հələ էս ինչ է, երկորից հաստատ ավելի լավ է լինելու։ Մերի ընկերը, առավոտ տեսա, որ հետևից էին գալիս, միասին տանից դուրս եկան։ Վայ Մերիս, ես քեզ հավատում եմ, բայց այս ինչ պատմություններ են։ Մենակ թե զգուշ եղի, ամեն պատահածի քեզ շատ մոտ մի թող։ Մամ, գիտեմ, փոքր չեմ։ Ուղղակի զգուշացնում եմ, Վալես։ Մամ, եթե խոսքը այսօրվա տղայի մասին է, ուրեմն իմացի։ Կոնկրետ դեպք չկա, Մերի ջան։ Արի ցույց տա։ Էս էի ասում։ Բայց ես գույնը։ Չէ, կարանք տարբեր լինենք։ Հոլ, ես գույնը տարբեր չի ասում։ Դասականին շատ եմ ելուց։ Ես իմանամ որտեղից է վերցրել որտեղ։ Մեգի, լավ ես։ Լավ ապրես։ Դու լավ ես։ Լավ եմ ապրես։ Մեկ ջան, լսի։ Եթե ինչ-որ խրատներ, տենց բաներ ես ուզում ասես, ես անկեղծ եմ ասում, այս ամեն ինչից հետո էլ հավես չունեմ։ Չէ, լսի։ Քայլը տեսօրվա իրականում ճիշտ էր ու պետք էր։ Իրականում բոլորիս համար էլ դժվար է։ Զրոյից հավաքել ենք թիմ ու այս բայի դրությամբ բոլորս մի գործի համար ենք այստեղ։ Ես այդքանը շատ լավ գիտեմ։ Ես էլ եմ այդ թիմի անդամ։ Ուղղակի ես ոնց հասկանում եմ, թմի մեծամասնությունը սիրում է ապրել ստի մեջ, իրան ավելի հարմար է այդպես։ Գիտես հարցը ինչումն է, որ դու էլ, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ ես սխալ բան չէի ասում։ Ու այս ամբողջ իրավիճակում ամենագլխավոր մասը այն է, վերջում երբ որ չստացվի ոչ մի բան, այդ ժամանակ ավելի ցավոտ է լինելու։ Գիտեմ մեկ։ Ուղղակի անցյալ անգամ դու ասացիր այնպիսի բաներ, որով վիրավորեցիր բոլորիս։ Ես չէի ուզում ընդհանրապես։ Նամանավանդ վիրավորել ընդհանրապես չէի ուզում։ Փաստացի վիրավորել ես մեկ։ Բայց լավ։ Իրականում կարևորն այսօր էր։ Հուսամ ընդունում ես, որ սխալ ես եղել։ Ուզում եմ ուղղակի հասկանաս, որ եթե ուզում ես թիմը նորմալ լինի, պիտի ընդունես, որ դու բոլորիս հավասար ես։ Ես սկզբում ասել էի, չէ, որ խրատների կարիք չունեմ։ Ընդունի ոնց ուզում ես։ Ուղղակի փորձի լինես մեզ հավասար։ Գիտես, նենց հեշտ ես խոսում։ Դու տեսել ես ոնց են իրանք իմ հետ։ Ու ես քեզ անկեղծ եմ ասում, այդքան էլ ինձանից չի։ Ոնց որ թշնամի լինեմ իրանց։ Գիտես, մեկ ջան, իրականում ամեն բան քեզանից է կախված։ Երեխեքը վատը չեն։ Իսկ դու փորձի փոխես մի փոքր քո վերաբերմունքը։ Ինչի ես այսքան ինձ ասում, ինչի համար։ Մեկ ջան, հաստատ ոչ վատություն անելու համար։ Ես ուզում եմ մենք հաղթենք։ Իսկ դրա համար մեզ հարկավոր է ուժեղ թիմ։ Ու դրա համար դու պիտի հասկանաս, որ դու մեր հետ հավասար ես։ Ես քեզ հասկացա, ապրես։ Լավ։
Ասա Վիլեն։ Արջան բարև։ Ինչ կա, չկա։ Ոնց ես, նորությունն ես։ Չէ։ Ար, կարող է լավ չես։ Մի ձևի ես խոսում հետս։ Մի քիչ լավ չեմ, հա։ Ինչ ա եղել, Արեն։ Բան չէ, երևի շատ են ոտի վրա մնացել, ցավում եմ մի քիչ։ Բան պետքա բերեմ։ Ասա ինչ անեմ, ազատ եմ։ Չէ, նորմալ ամեն ինչ դու գործերի տեղի։ Ար հաստատ, կուզես գամ մոտդ։ Քեզ ինչի ա թվում, որ ես չեմ ուզում լավ լինեմ։ Լավ, մի քիչ ուշ խոսանք, լավ։ Ես հաստատ կօգնի, ես հակացնի։ Մեր, բարև, ոնց ես։ Բարև, լավ, մերսի, դու ոնց ես։ Լավ եմ ապրես։ Իմացա, որ մամա լավ չի իրան զգում, հիմա ոնց է։ Արդեն լավ է, շնորհակալ եմ, տանն է։ Շատ լավ է։ Մեր, ինչ ուրախ եմ, որ եկել ես։ Ես էլ եմ շատ ուրախ ու բոլորից շատ կարոտել է երեխեք։ Մենք էլ բոլորս էլ կարոտել ենք։ Ճիշտ է, այդքան էլ լավ չենք ճանաչում իրար, բայց դե հա, ամեն անգամ այնպես էր ստացվում, որ չէի կարողանում գալ պարապմունքների։ Շատ լավ է։ Որ հիմա եկել ես։ Նորմալ կանցնենք մեր բնականon պարապմունքների։ Արդեն գալու ես, չէ՞ փորձերի։ Դեռ չգիտեմ, վայի հետ պետքա խոսեմ, տեսնեմ ինչ կասի։ Կուզես հետդ գանք, եթե պետքա կասենք ընթառաջի։ Չէ, երեխեք, օպրեք շատ։ Ինչ եկել եմ այս ստուդիա, անընդհատ ինձ ընթառաջում են։ Ճիշտ ասած, արդեն վատ եմ զգում։ Բարև ես եկել ընտանիք։ Բայց հուսամ էլ քեզ ոչինչ չի խանգարել, չէ՞։ Ես էլ։ Լավ, դե գլուխը շատ չտանենք։ Գնա Վահիի հետ խոսիր, մյուս պարապմունքին կհանդիպենք։ Շատ լավ։ Մեր, նենց ուրախ եմ, որ եկել ես։ Շատ էի քեզ կարոտել։ Ես էլ։ Դե դեռ տեսնենք ինչ կասի Վահեն։ Հավատա ամեն ինչ լավ է լինելու։ Դու իրոք չի ուզում քո հետ գանք։ Չէ, պետք չի։ Լավ, օքեյ, իսկ կարող է վերջում 3-ով էլի գնանք տուն։ Չէ, չեմ ուզում սպասեք, որտեղ չգիտեմ ոնց կգնա խոսակցությունը։ Այսինքն գնալու է չմտածում։ Լավ կլինի։ Ապրեշը։ Պակա։ Մեր, ոնց ես։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Երեխեքից լսել էի, որ խնդիրներ ունեիր։ Հիմա ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ նորմալ է։ Ուզում էի ասեի, որ եթե ինչ-որ մի բանի կարիք ունենաս, իմացի, որ հանգիստ կարող ես դիմել։ Ապրես, որ ասում ես, բայց ոչ մի բանի կարիք չունեմ։ Ուզում էի, որ իմանայիր։ Իմացա։ Հաստատ թողեցի ներսում բանալիները։ Որ ասում եմ սիրահարված ես։ Դե հա, ես չեմ բացառում, ամեն ինչ հնարավոր է։ Գնա բեր։ Մեքենան չնստես մինչև գամ։ Ոյ, ջրիկ։ Գնա, Մի րոպես գալիս եմ, մի ոդկա ստեղամ, ես եմ տա։ Հավատում եմ, գնա։ Պակա։ Այս աղջիկը վերջն է։ Ամեն ինչ հասցնում է։ Չնայած կարող է տենց գոնե մի քիչ բարի անա։ Ինչ եղավ Դավիթը։ Արեն։ Արեն։ Արեն գիտեմ, որ տանն ես, դուրը բաց։ Արեն։ Արեն։
Ինչ պետք է լինի, ախպեր, որ ինձ զանգես ասես լավ չեմ արի։ Ինչ ա եղել։ Ես քեզ չեմ զանգել ասել արի։ Ասել եմ դզվեմ կզանգեմ։ Հետո որ ասեի գայր, իմաստը որն էր։ Դե գոնե կողքդ մարդ կլիներ, բայ։ Չեմ պատրաստվում մեռնել, որ ջուր տվող պետք լինի։ Արեն, ես ինչ մարդ ես դու։ Ինչ մարդ ես։ Հիմա ինչ գնամ։ Ոնց ուզում ես։ Ինչ ես խոսում։ Ոնց պետքա գնամ։ Ինչ ես արել ոտքդ, որ ես վիճակի ես հասել։ Չգիտեմ, երևի վերջի տարիների հավատարիմ ընկերս որոշել է ինձ մի քիչ ցավացնի։ Բայց ուզում եմ հասկանամ ինչ որ անկանոն շարժում կամ չգիտեմ, նենց մի բան ես արել, որը որ չի կարելի, հա, ես օրինակ ինչ։ Չգիտեմ, քո ոտքն է, դու կիմանաս։ Չգիտեմ, ինչ որ տենց կոնկրետ բան որ չի կարելի անել։ Ուղղակի երևի շատ եմ ոտքի վրա մնացել, ծանրաբեռնվել է։ Բայց դեղ եմ խմել, արդեն անցնում է։ Իսկ այդ ինքնագործունեությունդ կարող է ավելի լուրջ խնդիրների բերի։ Կարող է գնանք բժշկի։ Չէ, հաստատ չէ։ Լավ, կարող է կոֆե սարքեմ։ Օ։ Բա չես ասում։ Ստուդիայում գործերը թու, լավ են, առաջ են գնում։ Դե լավ է, ապրեք։ Դառը, չէ։ Հա։ Ոնց ես խմում ես դառը սուրճը։ Արեն, մի երկու օրից երեխեքի բարի հանձնումն է, կարող է գաս իրար հետ նայենք։ Հա, բայց ես ոնց մենակ կթողեմ։ Ոնց մակարանամ քայլեմ որ գա։ Իլեն։ Շոր։ Ես մի երկու րոպե չես տեսնում, կարոտում ես։ Հա, չգիտեիր։ Կարող է տամ։ Տամ։ Չէ, լավ է։ Արեն, քանի որ մենք իրար հետ շատ մոտիկ ենք։ Ես բաներ կա, որ տեսնում եմ, նկատում եմ։ Որից մաչկա տեսնում է, սիրտը զգում է։ Ինչ։ Ուղիղ ասավ Իլեն։ Բայց պետք է որ քեզ ինչ-որ բան ուղիղ ասել։ Լավ, սալով ձորով արի։ Խմբից մի հատ աղջիկ կա։ Մերին, էլի։ Ինչ կա իր հետ կապված։ Փորձերին չի գալիս։ Վահեն չգիտի ինչ անի, ասում է չեմ հասցնում։ Իրականում այդ աղջիկը ինչ-որ խառը պատմությունների մեջ է, բայց ինքը հաստատ ուզում է ապարի։ Հա, գիտեմ, դրա համար էլ քեզ եմ ասում, Արեն ջան, որ հետը խոսաս ու հետ բերես թիմ։ Դու միշտ օգնում ես, չէ, իրան եմ բարի առաքյալ։ Առանց այս տափակությունների ուզում ասում չի ստացվում։ Չէ, չի լինում։ Իսկ գիտես Վահեն ինչ է մտածում։ Չէ, ես թեմաներին տես չեմ խառնվում։ Արեն։ Հա։ Ասում ես ինչի սենց անհանգստացար։ Ես։ Ուզում հասկանամ դու եկել ես որ ես լավանամ թե վատանամ։ Ըստ քեզ։
Սառեց։ Խմի։ Սպասում։ Կերկես էլի։ Ընդհանրապես ծիծաղալու չէր վիլել։ The V Company նորաբաց կենտրոն Գլենդելում երկրում բացառիկ համարվող կրայոթերապի, Novotor, Normatec Plus Pro եւ Cryoskin տեխնոլոգիաները մեկ կտուրի տակ։ The V խորը սառեցման եւ ուլտրակարմիր լույսի պրոցեդուրաների շնորհիվ ամենակարճ ժամանակում ամրապնդեք ձեր իմունային համակարգը, կարգավորեք արյան շրջանառությունը, ազատվեք մարմնի ցավերից, անցանկալի ճարպերից եւ կնճիռներից։ The V Company պահպանեք առողջությունը, գեղեցկությունը, երիտասարդությունն ու եղեք ինքնավստահ։ Էդ էի ուզում ասել ու ամեն ինչ կանեմ, որ հասցնեմ։ Գիտես, որ շատ քիչ ժամանակ է մնացել հաշվետու պարին։ Գիտեմ, ու հիմա ինչ էլ դուք ասեք, ես համաձայն եմ։ Ճիշտը որ ասեմ, չգիտեմ Մերի։ Չեմ ուզում ինչ-որ մեկիդ վատություն արած լինեմ։ Այս պահին իմ մասնագիտությունն ու մրցույթը ամենից առաջնային ու կարևորը։ Ես հասկանում եմ, որ խանգարող հանգամանքները քո կամքից անկախ են լինում, բայց տեսնում եմ, որ շատ ես ուզում։ Ինչ ասեմ, մի հնարավորություն էլ կտամ քեզ։ Շնորհակալ եմ շատ։ Բայց մի շատ կարևոր պայման կա։ Ես ամեն ինչ կանեմ, մենակ խնդրում եմ մի հնարավորություն էլ տվեք։ Մերի, շատ պետք է պարապես ու փորձես։ Բեմադրությունը համարյա թե պատրաստ է, դու իրավունք չունես մյուսներից հետ մնալու։ Չեմ մնա, խոսք եմ տալիս։ Եթե պետք է, ես հենց այսօր էլ կմնամ ստուդիայում ու կպարապեմ։ Բայց ես մի քիչ հետո պետք է դուրս գամ։ Եթե կվստահեք, ես դուրը կփակեմ։ Երկար չեմ կարող մնալ, պետք է մամայիս մոտ էլ գնամ։ Լավ։ Զգույշ կլինես, լավ։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Բեմադրությունը Հետ էի վարժվել։ Լավ է, որ առաջարկեցիր մի քիչ էլ քայլենք։ Դե հա։ Այսօր շուտ էր, չուզեցի քեզ տանջեմ, դե համել լավ եղանակը։ Բայց ես հա նորից ասում ենք ուսումնարանի մոտ ու քեզ պետք է նորից հաջողանա։ Դե լավ, հոնդ միշտ չի։ Հավատա ոնց որ հավերժություն ունի։ Դե էլ մի սկսի, ինչ մի ռոմանտիկ պատանի ես դարձել։ Ուր այն հին Դավիթը, ուրախ, խելառ։ Զարմանում եմ, գիտես։ Ինչի դու ինձ լուրջ չես ընդունում։ Չեմ հասկանում, դժվար է նորմալ մարդկանց պես ապրել։ Օրինակ, հիմա գնաս տուն երեկոյան գամ գնանք զբոսնենք, նստենք սրճարանում, սուրճ խմենք, բոլոր նորմալ մարդկանց պես։ Ես էլի խոսում եմ ու դու ինձ չես լսում։ Հիմա որ սերել խոստովանեմ, երևի չես լսի, չէ՞։ Կասեմ։ Հելեն, ես քեզ սիրում եմ։ Ինչ։ Ասում ես քեզ լսում եմ, ու շատ ուշադիր։ Իսկ դու չգիտես ինչով ես զբաղված, ուր ես մտքերով։ Դե, գիտես լսի, այսօր որ քեզ էի սպասում, գնացել էիր բանալիներ վերցնելու։ Հա, հետո։ Դե, Մեգին տեսա, ինչ որ տղայի հետ էր։ Էլեն ջան, երևի դուք տեղյակ չեք, բայց նորմալ է, որ Մեգին, լինելով գեղեցիկ աղջիկ, շփվում է տղաների հետ։ Աշխարհում դա ընդունված բան է, ու խորհուրդ կտամ դու էլ օրինակ։ Դու մինչև վերջ չես լսում։ Այդ տղայի դեմքը ինչ որ տեղից ծանոթ էր։ Չգիտեմ, անդադ ուզում եմ հիշեմ ու չեմ կարողանում։ Կհիշես, ոչինչ։ Համել հասանք արդեն ուսումնարանի մոտ ու դու նորից պետքա գնաս։ Չհասցնենք նորից շփվենք իրար հետ։ Էլի ինչպես միշտ դու դժգոհ ես ինձնից։ Ես գնում եմ, պակա։ Պակա։ Այ, շատ դժվար է լինելու Դավիթ ջան։ Ապրես Անուշ ջան, որ եկար։ Ինչ եմ արել, որ ուրախ եմ, որ արդեն լավ ես։ Ասիա ջան, ինչ որ բաներ որ պետք լինի, մեր տանը չլինի, հանգիստ դիմի, չքաշվես։ Մերի երկար ժամանակով չի բացակայում, հիմա որ որակը գա։ Դե ջահել են, չես կարող անդադ տանը պահես։ Դե, բան չասեցին։ Դե քեզ առողջություն, ավել պակաս խոսելուց համար էլ կներես։ Գիտես, հարազատի պես եմ քեզ ընդունում։ Քո ուրախությունով ուրախանում եմ, տխրությունով էլ քեզ հավասար տխրում։ Դե հաջողություն, ասա ջան։ Եղավ, ստեսություն։ Քեզ լավ է։
Հա, բալես։ Մամ, ո՞նց ես։ Լավ եմ, բալես, դու ո՞նց ես։ Նորմալ է ամեն ինչ։ Լավ եմ, հա, մամ։ Նորմալ է, դեղերդ խմել ես, մամ։ Այ, հիմա կխմեմ։ Մոռացել էի, Անուշներ եկել խոսքով էինք ընկել։ Հասկացա, ինչ լավ է մենակ չես եղել։ Հա, բալես։ Իսկ դու երբ կգաս։ Մամ, ստուդիայում եմ, խոսեցի Վահի հետ, կարգավորեցի ամեն բան։ Ուղղակի պետք է մի քիչ պարապեմ, որ բաց թողածներս լրացնեմ։ Հասկացա, Մերիս, հասկացա։ Ոչինչ, որ մի քիչ երկար քեզ թողնեմ մենակ։ Այսօրվանից եմ սկսել պարապմունքներս։ Դե ոչինչ, բայց զգույշ կլինես, հա։ Հա, մամ ջան, մի մտածի։ Լավ, բալես, լավ։ Լավ անցավ պարապմունքը։ Հա, շատ։ Շատ լավ է։ Կարող է ասես ուր գնանք, թե քեզ տուն տանեմ։ Դու ես եկել իմ հետևից, եթե իհարկե եկել ես իմ հետևից, դու ասա։ Ես չգիտեմ, չգիտեմ, ուր գնանք։ Քեզ իրոք թվում է ես այդքան հիմար եմ։ Հա։ Էլ ինչ։ Դու իմ հետևից էիր եկել։ Ոչ։ Այտենց հետախուզական վերլուծություն արեցիր, հա։ Ու չսխալվեցի։ Հանձնվում եմ։ Բայց այդ մեկը ավելնորդ էր։ Ինչ կարծես աղալի։ Լավ, ինձ կենտրոնում միտեղ թող չխանգարեմ։ Մի հատ հարց էլի։ Այդ ինչ ունեք իրար հետ չկիսած, որ չեք հասկանում իրար։ Ես ու ինքը նույնիսկ նույն հարթակում չենք, որ ինչ-որ մի բան ունենանք կիսելու կամ չկիսելու։ Նույնիսկ տենց է։ Հա, հենց տենց։ Որսեմ։ Իսկ եթե ուզում ես խաղաս, խնդրեմ, շատ հասանելի խաղալիք ես գտել։ Խաղա, վստահ եմ, որ շատ շուտ հավեսդ կհանես։ Եթե ուզում ես երազանքներիդ հասնես, ուրեմն պիտի պատրաստ լինես մրցակցության։ Բերեցի ես քեզ տամ։ Մտածեցի երազանքներ ունեցող աղջկան պետք կգա։ Չէ, Մերի, ավելի լավ է կենտրոնացի քո շարժումների վրա։ Դու ինձ կորտակում ես, քո սիրո ծովում, իմ սրտի մետրոն ես, դարդեպի կենտրոն ես, սիրուց օրորվում եմ, համել մոլորվում, գնա գալիս եմ, հետըտ պարելու, քո համբույրից է, սիրտս վարվելու, գնա գալիս եմ, հետըտ ուրեմ սենց, չունի աշխարը, մեզ համար Կարող է դուրս գանք։ Չէ,
Սրա ավելավա մնաս տունը մի քիչ դզվես հանգստանաս։ Ես լավ եմ, դեղից հետո ոտքս չի ցավում։ Ուզում եմ դուրս գամ։ Լուրջ։ Հա, լուրջ։ Արի, միտեղ գնանք։ Արեն ջան, հաստատ լավ ես։ Ոգինս շատ վաղուց չէր եղել տենց բան, որ դու ինքնակամ ուզենայիր դուրս գայր։ Ուզում գնամ մաքուր օդի։ Ինչ, ուրեմն որ չեմ ուզել, չգնանք։ Իսկ կարող է տենց կոնկրետ տեղ կա, որ կուզենայիր այդտեղ գնայինք մաքուր օդի։ Չէ։ Ինչը՞ չէ։ Կոնկրետ տեղ չկա, որ կուզեի գնայի։ Հա, լավ, գնացինք։ Ուղղակի ես մտածում էի գնայինք ստուդիայի կողմերը մաքուր օդի։ Չհասկացա։ Նոր Վահեի հետ էի խոսում մի քիչ առաջ։ Ասաց, որ ստուդիայում մարդ կա ու ինքն է էլի փակելու ստուդիան։ Ուրեմն դու մենակ գնա։ Ես հավես չունեմ գամ քո հովոյի հետ Instagram-ի վիդեո նկարել։ Մեծով ասաց, որ հովոնա։ Վահեն մի մարդու ընդառաջել է։ Չէր հասցնում, տենց թողել է, որ առանձին մենակով պարապի ու միանա խմբին։ Ասում եմ, կարող է գնանք, ստուդիայի կողմերը մաքրոտ շնչենք։ Տենց էլ նորմալ կոֆե դնել չկարողացար։ Հենց գիտես, չէ դրա փոխարեն կյանքում լիքը ուրիշ լավ բաներ սովորեցի ու իմացա։ Գնանք։ Գնանք։ Ճամփի, ոչ մի այլ խոսակցություն։ Վայ, միած զանգեմ տենամ Մերիս ինչ եղավ է։ Վայ, Մերի, մենակ անցած անգամվա պատմությունը չկրկնվի։ Մերի հանգիստ, մարդ չկա, դու մենակ ես։ Ով կա այստեղ։ Դուրս եկեք, ինչ եք ուզում։ Ով կա։ Բարև ձեզ, սա ձեզ հյուրասիրություն է։ Մերսի շատ, բայց ես արդեն իմ կոկտեյլն ընտրել եմ։ Բարև։ Եկեղեցու կներեք, էլի մի քիչ ուշացա։ Խնդիր չկա։ Ես խելոքիմ համար սպասում եմ։ Հա, ինչ լավ, առաջին օրով ինձ ընդառաջում եք։ Այլ մեր գործի բնույթն է, վերջիվերջո մարդ ենք ու քարիշ չենք, եւ հետո 10 րոպե ես կոմենկոմ ոչինչ չի փոխվում։ Դե ինչ, սկսենք։ Գնամ փոխվեմ։ Փակի աչքերդ։ Նորից։ Փակի։ Հիմա մտաբերի քո ամենասիրելի երգը։